Ամառային զեղչեր Փաշինյանից 70%-ը փողով ստացած ձայներ են։ Հեշտա այս նեոկուլակաթափության ընթացքում կապված են ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Դրանց է ստացվում, որ FSB Նիկոլի պրոյեկտն է։ Հերանա Նիկոլ Փաշինյանից մի քիչ քաղաքական մեջ զրոյանալու է։ Սուտա, երբեք 2 րոպե դա չի տևում։ Բելա, չաո։ Բարև ձեզ, այս հուլիսի շոքին Arm Comedy-ն նայելա լուրերը, որ դուք չնայեք, առանձնացնելա կարևորը եւ Խզմալյանին, այնպես որ հարմար տեղավորվեք։ Նաև միացեք բաժանորդագրաբար մեզ, որպեսզի դառնանք 160,000, ինչպես նաև Patreon-ագրվեք, որովհետև մեզ սպասում են հանդիպումներ եւ թեժ OnlyFans-եր։ Իսկ այդ ասկում էր գլխավոր գործընկեր GTB, նաև գլխավոր գործընկերա Sevan Startup Summit-ում, ինչա այս տարին դեղ սպասում, Սիգի։ Ասեմ նարեկ, մեզ սպասում են ստարտափեր, ավելի մանրամասն, հեսա։ Իսկ եթե դուք եք նայում մեր գովազդային ինտեգրացիաները ու մտածում, Arm Comedy լսարանը հենց մեր գնորդներն են, կարող եք գովազդ տեղադրել մեր մոտ։ В принципе, նարեկը ամեն ինչ ասեց, ուղղակի վերաձևակերպելով, ասենք, եթե ունեք ապրանք կամ ծառայություն, որ ուզում եք, որ խզարի, բերեք մենք այն ներկայացնենք, որ մարդիկ ուզենան գժվելու աստիճան օգտվել ձեզանից, ձեր ապրանքից, կամ ծառայությունից, կամ ձեզանից։ Զանգում ենք Spin Ideas Agency, բոլոր մանրամասներին ծանոթանում։ Հա, Սերգեյ, ոնց այդ փոփոխությունը զգում ես, սենց։ Ինչ փոփոխություն։ Ցեմենտի գործարան ունես արդեն, քեզ ավելի լավ է զգում։ Բայց ես չունեմ ցեմենտի գործարան, նարեկ։ Ոնց։ Քեզ դու երևի հենց չգիտես։ Մի րոպե, surprise։ Վարչապետ Փաշինյանն անցած շաբաթ հայտարարեց 2002-ին մասնավորեցված գործարանը շուտով դարձյալ պետությանը կպատկանի։ Արադ ցեմենտը շատ շուտով լինելու է պետական։ Գլխավոր դատախազությունը հայտարարում է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումն անցել է գործադերին։ Всё, պետականացվեց։ Դու հիմա որպես ժողովուրդ արդեն ցեմենտի գործարանի տեր ես։ Բայց ես արդեն ունեի հեծ, մի քիչ էլ պղնձամոլի բդեն։ Այդքան ապրգած ժողովուրդ ես, հա, ու համել սպորտզալ չգնալու արդարացում էլ չունես, ոչ մեկը չունի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հաստատեց Ծառուկյաններին պատկանող եւ այժմ կապարակնքված մեկ այլ խոշոր ընկերության Multi Wellness մարզասրահի շենքը քաղաքապետարանի տիրապետությանն է անցել։ Ջիմի բալնիկները հանեց, ասես քոնը։ Բայց այս ամեն ինչը օրենքի եւ ժողովրդավարության շրջանակներում, չէ՞։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, կողմերից մեկը, այսինքն Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրը եւ շենքը ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին, դրա վերաբերյալ հետագա անպայման հայտարարություններ կան։ Okay, նայեք, շատ հեշտ է այս նեոկուլակաթափության ընթացքում օրգազմիկ կոնվուլսիաների մեջ ընկնել, որովհետեւ ամենահայտնի օլիգարխին են կուլակաթափում։ Բայց որքանով է ցանկացած կապիտալ իրան օքեյ զգալու երկրում, որտեղ մի օր հեծն են վերցնում, մի օր նայում են, այս գործարան դու չես դզում, էդ են վերցնում։ Ու ամենակարևոր հարցը ոնց է հիմա Ռոմանոս Պետրոսյանը բացի հեծից մի հատ էլ ցեմենտ ղեկավարելու այդ մարդը ինչ անի, կիսվի, հա, կիսվի։ Ասեմ ավելի կարևոր հարց կա, արդյոք Ռոմանոսը սիրում է ձի, որովհետև մի քիչ էլ ձիեր ենք ազգայնացնում։ Ծառուկյանի 11 տոհմական ձիերի ու 1 պոնիի ճակատագիրը անորոշ է։ ԲՀԿ առաջնորդի փաստաբանները պնդում են իրենց ձեռքի տակ է քննչական կոմիտեի Կոտայքի քննիչի հուլիսի 10-ի որոշումը ձիերի առգրաման վերաբերյալ։ Դե չի կարա այս մարդը համ հեծը, համ ցեմենտը, համ ինչ որ ձիեր տնորինի։ Իսկ պոնի, որտեղ նա պոնին ինքը տես մի հատ ու շատ փոքր ձի է, Ռոմանոսն էլ դες եսի մի շատ ողջամիտ չափսերի մարդ է։ Okay, կարևորը որ խրտվիլակները կմնան տեղում։ Խրտվիլակները չեն տարել Ռոմանոսից տուն։ Մի քանիսը։ Անհասկանալի է իրավիճակը նաև խրտվիլակների առումով։ Իրավապահների տարածած տեսանյութում տեսնում ենք, որ մի քանիսին գրկած հանում են։ Քննչականի հաղորդագրությունում կարդում ենք. ԳԾ-ի տնից 190 հատ խրտվիլակ է առգրավվել, բայց պարզվում է դրանք տեղում են, բացի այն մի քանիսից։
Անձինք հասկացան, որ այդ սենյակից այդ խրտվիլակները հանելը հղի հետևանքով, այսինքն դրանք փչանալու են, որովհետև այդ սենյակը հատուկ պատրաստված է, այնտեղ հատուկ ջերմաստիճան կա, խոնավություն կա, հատուկ դեղորայքով մշակվում են այդ խրտվիլակները։ Okay, too many details. Նայ, ոչ մեկին հետաքրքիր չեն այդ խրտվիլակները։ Ես չգիտեմ Արուսիա Կավկազը ու Ծառուկյանը խին հիանում խրտվիլակներով, բայց հիմնականում արդեն խրտվիլակները զզվելի են դաժե մի քիչ թվում։ Իսկ այդ ընթացքում Բոն Ծառուկյանը ուղերձով է դիմել ժողովրդին ազատազրկման վայրից։ Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ։ Բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից։ Ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Այս օրերին ես մտքով շատ հաճախ եմ լինում Քրիստոսի արձանի շին հրապարակում։ Ամեն քարը, ամեն աստիճանը, ամեն մետրն ինձ համար թանկ է ու կարևոր։ Վերջերս մտածում էի, որ ժամանակն է ստեղծել արձանի բացման արարողության աշխատանքային խումբ։ Գագուդա, պետք չի կառավարությանը ավելորդ անգամ հիշեցնել Հիսուսի արձանի մասին։ Իր հանգիստ գյուղզեթում թող տենց մնա, շատ է սիրունա։ Թե չէ պետք է գան ազգայնականացնեն վերտալյոտով տանեն Ռոմանոսեն ստուն, իսկ Ռոմանոսեն ստունը ռեզինից չի։ Ու մի քիչ օլիմպիավանը փոխարինը արագացրեք։ Այդ երեխեքը MMA-ի մրցումների են պատրաստվում այս պայմաններում։ Մեկ բարձա հանգիստ մեր համար տենալով ոչ մի բան պետք չի աշխատեք արևի տակ շատ չետակ խնդրում եմ։ Օլիմպիավանի դռները 10 օր է փակ են մարզիկների ու համալիրի սաների առաջ։ Նրանք փորձում են մարզավիճակը պահպանել կիզի արևի տակ մարզվելով, անցել է նույնիսկ տնային աշխատանքի։ Տնային աշխատանքը ժիմ, պրես, կքանիստ ու այն հարվածները, որոնք չեն ստացում, անում եք, նկարում եք, գցում եք գրուպա, ես գրուպայում գնահատելու եմ։ Ջան, այ մարզիչը սենց ալնում, նորմալ է, որ ես էլ եմ ուզում ընկեր Էրիկի մոտ MMA-ի պարապեմ։ MMA-ը որն է։ Արա, MMA-ը այն սպորտաձևն է, որտեղ ռեալ մեդալներ ենք ստանում, ռեալ տեղեր ենք բռնում, ոչ թե ֆուտբոլի նման, որի վրա սաղ ջանքը ծախսում են, հենց որ # թողեք պարապեն։ Իսկ այդ ընթացքում քաղաքացին դատի է տվել Փաշինյանին։ Ուրեմն ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։ Իսկ շատ վիրավորական էր այդ արտահայտությունը։ Իմ համար շատ վիրավորական է, որովհետև ես իսկապես ընտրել եմ հանուն փոփոխության։ Հունիսի 7-ի ընտրություններում Փաշինյանին չընտրած ու վարչապետի հայտարարությունից վիրավորված Լուսինե Ավագյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տենց կարելի է։ Փաստորեն, բայց պետք է հիշել, որ դատի տալը եւ դատը հաղթելը շատ տարբեր բաներ են։ Ինչ որ մեկին ես լսեցնում, հա։ Լավ, մի օր, ինչ հիմքերով։ Ավագյանը նշել է, որ ինքը ընդդիմադիր քաղաքական ուժին ձայն տված քաղաքացի է եւ Փաշինյանի հայտարարությունը, թե ընդդիմադիր ուժերը ընտրակաշառքով են քվե ստացել, չի համապատասխանում իրականությանը, արատավորում է իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը։ Հետևաբար քաղաքացին պահանջում է դատարանից պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել Լուսինե Ավագյանի հասցեին տարածված դրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Բա որ Փաշինյանը ասի դե ապացուցեք, որ ընդդիմություն եք ընտրել։ Քաղաքացին նկարել է։ Բայց դա ապօրինի չի։ Կարող է մի քիչ ապօրինի, բայց ընթացքում Փաշինյանը մի փոքր մեղմեց ռետորաբանությունը։ Ինչքան մեղմեց։ Հենց մի 30%-ով մեղմեց։ Ես պաշտոնապես ասում եմ, աչքաչափով էլ այրևում, որ այդ երրագլուխ կուսակցությունների ստացած ձայների 70%-ը փողով ստացած ձայներ են։ Փողով ստացած ձայներ։ Ամառային զեղչեր Փաշինյանից։ Կես միլիոնից ավել ժողովրդի ընդամենը 70%-ն է կաշառակեր։ Բայց եթե այդպես նանո ճշգրիտ ձևեր կան հաշվելու ընտրակաշառքն չի դա սկզբից չի արվում։ Ուղղակի եթե մենք այդպես գիտահեն թվեր ունենք, այդպես նանո ճշգրիտ ենք ամեն ինչում, ոնց ալնում որ նույնիսկ ՍԴ որոշման մեջ թվերը իրար չեն բռնում, ըստ ժողովուրդ օրաթերթի։ Սահմանադրական դատարանը պարզեց այս նախադասությունից հետո ՍԴ-ն գրել է թվեր, ըստ որոնց հազարավոր քվեարկողների վերաբերյալ կտրոնների հաշվառումը չի համընկնում։ Քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող, իսկ ստացված կտրոնների ընդհանուր թիվը կազմում է 1,473,088, ապա տարբերությունը կազմում է 3,681։ Այսինքն, որոշման մեջ հրապարակված տվյալներով 3,681 մասնակցի համար համապատասխան կտրոն չի հաշվառվել։ Իսկ հնարավոր չի, որ ուղղակի կտրոն տպող սարքեր այդքան լավ չեն
աշխատում ինչը իհարկե լավ չի, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Կամ ինչպես Արձականյանն ասում, Իսպանիան մնում է Իսպանիա։ Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվել է 2,605,100 ինքնասոսնձվող դրոշմանիչ, որոնցից 1,127,734-ը մնացել է չօգտագործված։ Այս տվյալներից հետևում է, որ օգտագործվել է 1,477,366 դրոշմանիչ։ Սակայն նույն որոշմամբ արձանագրված է, որ քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող, այսինքն օգտագործված դրոշմանիչների թիվը 597-ով ավելի է, քան քվեարկության մասնակիցների թիվը։ Որտեղ են օգտագործվել, ով ինչպես պարզ չէ։ Թրել են սարնարանին, չգիտեմ, որ իդեալական երկրում ՍԴ-ն պետք է ԿԸՀ-ի վրա լավ մուննատ գար sense տվեր տալու համար, ասել, «Արա ԿԸՀ, էս ի՞նչ է»։ Ոչ իդեալական երկրում ԿԸՀ-ն պետք է ուներ կալկուլյատոր կամ ժողովուրդ օրաթերթին ոտից գլուխ սխալ հաներ։ Բայց ինձ թվում է կհաղթի այն հանգամանքը, որտեղ արդեն հուլիսա մանդատները մեկա վերցրել են ու 300-400 ինչ-որ բան էս կողմ են կողմ ոչ մեկի չի։ Ես հասկանում եմ, լրագրող ինչ-որ աշխատանք արել, հաշվել է բան, բայց ախր ընդդիմությունը գլոբալ ասել է, մենք վերցնում ենք մանդատները, հա, ինչ-որ օքեյ չենք ամեն ինչի հետ, բայց նախ թողած նիսիայի հետևից չենք ընկնելու։ Իսկ այդ ընթացքում իշխանությունը վերջին շանսն է տալիս դատարաններին։ Այս առումով ես կարծում եմ, որ սա նաև հերթական, բայց վերջին, հա, վերջին հնարավորությունն է նրանց ի վերջո կամ վերափոխվելու կամ ճիշտ ընթացքով բոլոր գործերի իրենց հանգուցալուծմանը հասցնելու, կամ էլ կարծում եմ, որ մենք ընդհանուր առմամբ պատրաստ ենք նաև կտրուկ գործողությունների դատական համակարգը մաքրելու համար եւս։ Այս կտրուկ ասելով ինչ նկատի ունի։ Դե կարծում եմ, այստեղ փակագծերը պետք չի բացել։ Փակագծերը չի բացում Լուլուն, այսինքն գաղտնի պլան։ Հա, բա գիտեր մենակ Կարապետյաններ ունեն գաղտնի պլան։ Այո, իշխանությունը իրավական դատական համակարգի դարձա ամենավերջին շանսը փոխվելու։ Իրենց բոլոր ինստիտուտներին, ոչ միայն դատական համակարգին, տրվել էր այդ ժամանակը վերափոխվելու եւ համապատասխանեցվելու մեր ծրագրերին քաղաքական։ Ինչ եմ ասում մեր, որովհետեւ ժողովրդավարության հիմնադրումը եւ դրա վերաբերյալ, հա, այսքան պայքարների մեջ լինելը եւ ժողովրդավարությունը հաստատելը, ժողովրդավարության կանոններին համապատասխան բավականին այսպես ազդեցիկ երկիր դառնալու ցանկության այդ ճանապարհին տրվել է ժամանակ վերափոխվելու բոլոր ինստիտուտներին, նրանք հապաղել են եւ ես կարծում եմ, որ այս վերջին հնարավորությունը շատերը կարող են օգտագործել վերափոխվելու եւ այդ նպատակներին համապատասխանեցվելու համար։ Դե, բայց ջոգմեք, չէ, որ եթե իրավապահ համակարգը ռեալ sense դեպի լավը փոխվեց, լիքը պլյուշկե կորելու են Աղազարյանի SMS-ները կուսակցությունով կարդալ, այդ արդեն չի լինի։ Դե չի լինի։ Իդեպ Աղազարյան աստղի հիշեցի։ Հիմա всё, հա, Աղազարյանը всё, ոչ ընդդիմության մեջ է, ոչ ԿՊ-ի մեջ է, ազգայնականացրեցիք։ Տանում է Ռոմանոսից տանը։ Նո չէ, ինքը Աղազարյանը պետք է փաստել, որ շատ փիլիսոփայորեն է մոտենում իր կարգավիճակին։ Ով որ առաջիկա տարիներին հեռանա Նիկոլ Փաշինյանից, միկը քաղաքական մեջ զրոյանալու է։ Բայց դա գիտեմ, դա նաև իրան է վերաբերում։ Իսկ ինքը գիտի։ Ինքը մեծ տղայի պես ամեն ինչ ընդունում։ Դա վերաբերում է նաև նվաստիս։ Զրոյանալու այսքան տեղ չի ունենա։ Այո, ընդ որում ես չեմ հեռացել։ Ձեզ հեռացրել են։ Պարոնասյանին հեռացրել են։ Հա, զրոյանալու է, որովհետև այն ռեյտինգը, այն բանը, որ ունի Նիկոլ Փաշինյանը, դա դեմ չես կարող բան անել։ Նույնիսկ Հակոբ Ասլանյանի հետ միասին։ Ես կասեի հատկապես Հակոբ Ասլանյանի հետ միասին, բայց ոնց որ զգում ես ջղայնությունը դեպի Փաշինյան ոնց էր թե անցել է արդեն։ Սա խնդրում եմ, դավաճանեց։ Նիկոլը կարա Լևոնին դավաճանի, ես մենք չենք կարող դավաճանել։ Չէ, մի քիչ էլ որ ոնց որ ջղայնությունը կա։ Դե վերջ Աղազարյանը հեռանում է ինչպես Սեմը Սեմի կինոյում։ Այդ կինոն անուն ունի, Պրիզրակ։ Դա Սեմի կինո էլ, տենց էլ չասի։ Հիշում եք այն վերջի խոսքերը Սեմի։ Քո մեջ եղած սերը դու միշտ հետդ կպահես։ Կավա Աղազարյանին մի անգամ է, վերջի անգամ հրավիրենք լուրջ կաստ։ Այդա, արի քննարկենք մեր Patreon-ի OnlyFans-ում, իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեղ երկրորդ մասում թրիփը դառնում է իրականություն, մի քիչ ավելի շատ, իսկ Ավենյանն ու Կարապետյանները գնում են ժողովրդի մոտ քննարկելու ժողովրդի խնդրը ընտրությունից հետո։
Ամեն գինի, ամեն տրամադրության ընկեր չի։ Ամեն մեկը պետքա խմես ճիշտ պահի եւ ճիշտ միջավայրում։ Ինքնուրույն բացահայտեք, թե զանգուի որ տեսակն է ավելի հարմար ձեր ընտանեկան ընթրիքի, ընկերական հավաքույթի կամ տոնական սեղանի համար։ Մենք իհարկե ձեր փոխարեն ամեն հաղորդման ժամանակ դա բացահայտում ենք, բայց դե դուք էլ միացեք։ Վեդիալկո, լավագույն բացահայտումները շարունակվում են։ Սարգսյան, ինչի ինձ շտաբ կանչեցիր։ Պարոն Մարգարյան, մեր զանգուգինին պատրաստ է։ Նուրբույր հայկական էնդեմիկ խաղողների համ։ Հրաշալի գինի եք ստացել, Սարգսյան, պիտի հպարտանաս։ Բայց կա մի կողմնակի էֆեկտ, որը հաշվի չենք առել։ You can try now, Jennifer. Ես իմ անուշ Հայաստանի աղևահամ բան եմ սիրուն։ Բա դլնեմ։ Էդի պետք չի գրել։ Չափազանց հայկական գինի է ստացվել։ Կանգնեցնենք արտադրությունը։ Կրկնապատկել, մենք չափազանց հայկականից բացարձակ չենք նեղվում։ Հոփա, ինչ եղավ երկուշիշե։ Դե մեր հին ու բարի հայկական մունաթնելը մի թեթև ներթափանցել։ Եվ այսպես թրիփը, որը կամ կդառնա մեր տնտեսության լոկոմոտիվը, կամ կկործանի մեզ, նայած որ ուժ ունեք լսում, մի քայլ առաջ արեց։ Թրիփը մտնում է ՍԴ, արդեն ունի ղեկավար, որը վերահսկելու այդ process-ը։ Եվ այդ ղեկավարը կխզարի հիմա մեր տնտեսությունը, կամ կկործանի այն, նայած որ ուժ ունեք լսում։ Trip Plus նախագիծը կղեկավարի Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոստանտին Սոկոլովը տեղեկությունը հաղորդել է The Guardian պարբերականը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Ռուսաստանում ծնված Սոկոլովը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։ Նա պետք է վերահսկի Կենտրոնական Ասիայի հարավային Միջանցքի համար նախատեսված ավելի քան $200 միլիոն, ներառյալ տրանսպորտի, էներգետիկ, ենթակառուցվածքների եւ կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները։ Մեկը ասում է, որ դա Ռուսաստանում ծնված չիկագոյացի բիզնեսմեն է ու կարա թվա, որ օքեյ, դե ինչ կա դրա մեջ։ Բայց որպեսզի հասկանանք, որ ամեն ինչ օքեյ չի, ընդհանրապես պետք է մտնել Խզմալյանի edge։ Ինչը խոստովանեմ, մեղավորեմ, վաղուց չէի արել։ Քաք եմ կերել։ Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Սյունիքի ճակատագիրը կանխորոշող, Հայաստանի ապագան կանխորոշող այն ճանապարհը, որը մեզ հայտնի է որպես մեղրի ճանապարհ։ Կարոչը Սկլիֆասովսկի, իդեպ, եթե վիդեո է կանում, այլ ոչ թե տեքստ է գրում, ես չեմ կարողանում իմ ձիրքը օգտագործել ձայնային։ Իդեպ, в общем, տարբեր անուններով է հայտնի, կարանք նույնիսկ ասենք Խզմալյանի Միջանցք։ Հետո Անցել է Սովետական Միությունում Լենինգրադում ծնված ազգությամբ հրեա, ամերիկյան անձնագիր ունեցող, Հայաստանում Viva MTS Armenia Rostelecom ընկերությունների ղեկավար Կոնստանտին Սոկոլովի։ Բում, նա հրեա է, Լենինգրադացին հրեա։ Էտա մեծ բացահայտումը։ Առայժմ հա, բայց չեմ կարծում, որ մենակ դրա համար Խզմալյանը կմտներ Facebook, Խզմալյան մի հատ պատրակ դիմակներ։ Այն, որ վերը նշված ընկերությունները այսպես թե այնպես կապված են ռուսական հատուկ ծառայությունների հետ, կարծում եմ ակնհայտ է։ Ձակ, ակնհայտ չի։ Այդ մարդուն Թրամփն է նշանակել։ Կարծում եք, որ Թրամփը պետք է կարա նշանակել այնքան տուպոյ է, որ նշանակել է Ռուսաստանի KGB-ի շպիոն իրա ծրագրի ղեկավար։ Սերգեյ, Թրամփը տուպոյ չի։ Պարզապես Խզմալյանը մի քիչ ավելի խելացի է։ Պլյուս սա մեկ այլ դավադրության մի մաս է։ Աշխարհում կա եւս մեկ ազգ, որը պատմականորեն ընտրված է եւ ունի առաքելություն։ Սակայն ի տարբերություն մեզ, այդ ազգը իր առաքելությունը ինքնակազմակերպման միջոցով ընդունել է, չի խուսափել եւ կատարել է եւ այսօր էլ համարվում է աշխարհի տնտեսական ամբողջ կապիտալի 15%-ի տերը, ամբողջ կապիտալի եւ հզորագույն պետություններից մեկի ներկայացուցիչը։ Խոսքը հրեա ազգի մասին է։ Թրամփը ընդամենը լրացուցիչ կապիտալ է տվել եվրե ազգին, որովհետև եվրեն սիրում ամեն ինչում ավելի շատ կապիտալ ունենա։
Նենց որ խզմալյան թրիփը եվրեն ավերցել ոչ թե ռուսը, որտեղ ոչ ռուսը, ոչ ամերիկացին ընտրված ժողովուրդ չեն, եվրեն ու հայերը ըստ Նարեկ Կարապետյանի ընտրված ժողովուրդ են։ Այսքանով ավարտենք Սերգեյ եւ Նարեկ մռակապես էջը ու վերջապես լոգաուտ լնենք խզմալյանի էջից, էլի please։ Բայց հիմա հիշաչարության ժամանակը չէ։ Ես այս ամենն ասում եմ ոչ թե հասկացնելու համար, որ մենք ճիշտ ենք, իսկ դուք բոլորը սխալ, թեև ցավոք սրտի, դա կրկին այդպես է։ Ես իհարկե չի ուզենա դա ասել, բայց դե ես ճիշտ էի, իսկ դուք սխալ, որովհետև Լենինգրադում ծնված Ջոգերեք, չէ որ հատուկ Լենինգրադը ասում, ոչ թե Պետերբուրգ, որ ակնհայտ լինի, որ KGB-շնիկա, որ զև չկա, նա Լենինգրադից է, որ նա KGB-շնիկա, չնայած վաղուց ապրում է ու բիզնես է անում Չիկագոյում ու Ամերիկայի քաղաքացի է։ Այդ ընթացքում ուժեղ Հայաստանը համայնքներում շարունակում էր հանդիպումներ ընտրողների հետ։ Իրան գիտեն, որ ընտրությունները վերջացել է։ Արա դե միշտ ասում են, որ ընտրություններին պատրաստվել է, սկսում ընտրություններին հաջորդ օրվանից կարող է տնանում։ Հայաստանում ընտրություններից առաջ մենք խոսք էինք տվել, որ երկրում պետք է այսպիսի ծրագիր լինի, որ ամեն 5 երեխա ունեցող ընտանիքին, այն ընտանիքին, որտեղ ծնվում է 5-րդ երեխա, բնակարան պետք է նվիրվի այն տարածաշրջանում, որտեղ վստահությունը մենք ստացել ենք եւ մարդիկ իրենց վստահությունը մեզ են տվել, մեկնարկում ենք ծրագիր Ստեփանավանի տարածաշրջանում, Գյուլագարակի տարածաշրջանում։ Խոստումները իրականացվում են այն համայնքներում, որտեղ ամենաշատ ձայները ստացել է ուժեղ Հայաստանը, որովհետև դե եվրեները միշտ իրար օգնում են ու մենք որպես Էլմյուս ընտրված ազգ փաստացի եւս պետքա եվրեների նման իրար օգնենք։ Դա բայց նայ շատ ռացիոնալ հաշվարկ է։ Այն համայնքները, որտեղ ամենաշատ ձեն է ստացել, օգնում ես բազմանալ, եթե մի հատ 18 տարի սպասես, вообще լիքը ընտրող։ Իսկ այն ընթացքում ռեժիմը ամեն ինչ անում է, որպեսզի Ծառուկյանը չկարողանա բազմացնի իր ընտրողներին։ Սնանկացնում են, էլի։ Ռադար Արմենիայի տեղեկություններով Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքն արդեն իսկ փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին։ Սա տես կարելի ուղակի վերցնել, հա, իսկ իր տանտրինաժորները ինչ են անելու, բձեքի գյոլ են իջացնելու։ Մի հատ սպասի, հա, մի հատ էս մուլտիվելնեսի թեման կան նյուանսներ։ Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել այդ տարածքը վարձակալությամբ է տրված Multigroup կոնցեռնին մինչև 2065 թվականը։ Ընդամենը մի քիչ մի ոչ շուտ են հետ վերցրել։ Դեպի ՀԴՄ չէին տպել։ Արա դե մերավ հեն հոպարը ասել որ ՀԴՄ-ն վերցրեք, տպեք, պահանջեք։ Ախր շատ բաներ կան, որ մոլորեցնում են, ՀԴՄ-ն չեն, բայց նման են ՀԴՄ-ին։ Սա ՀԴՄ-ն չէ, սա չէ ՀԴՄ-ն։ Անկանխիկ վճարման կտրոնը նույնպես ՀԴՄ չէ։ ՀԴՄ-ն սա է, որի վրա հենց գրված է հսկիչ դրամարկղային կտրոն։ Սինաբոնում կապուչինոն 1700 է։ Իսկ ամերիկանոն շատ վատ ձևով պարզեցի 2500 դրամ է։ Ախի ամերիկանոն ավելի էժան, քան կապուչինոն։ Ես չգիտեմ։ Ուխի այս ամեն ինչը մեր Patreon-ից թանկ։ Իմ սխալը մի գործեք, երբեք մի պատվիրեք մեծ ամերիկանո, սենաբորում ինչ է վեր։ Մեծ Դե մեծը որը մի շուր մեծ, մի եսքան ավելի մեծ էր, օքեյ, մուլտիվելնեսը վերցեցինք, մյուսը հաջորդ քայլերը էլ ինչ է սպասվում։ Իսկ Ավինյանին մեդալ տալու են, ազավզյացի մուլտիվելնեսը։ Այո, Ֆրանսիան էլ մեդալ կա, տենց պաչոտի լիգիաներ մուլտիվելնեսը։ Կարծում եմ նաև այդտեղ ինք շարունակելու է դեռևս գործել որպես մարզման կենտրոն, որոշակի արդեն սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով։ Այո, ոչ միայն ուժեղ Հայաստանն է անում բարեգործություն, ամեն անգամ որ իրանք բնակարան կտան Ստեփանավաններում, Ավինյանը մի հատ մուլտի-օբյեկտ կնվիրի համայնքին։ Այո, Ավինյանը նույնպես շարունակում է հետընտրական հանդիպումները երևանցիների հետ, դե իր ընտրություններ գործա։ Պրոբլեմների քարտեզագրում։ Avukları yapardın, benim mesela kalbamın. Murat Kahan'dı, değil mi? Dik րոպե, կայնում ենք դատացնենք գնանք, էլի։ Մինչև 15 րոպե անվճար է։ Ավինյանին թվում է, որ խնդրեմը կարմիր գիծն է, մինչդեռ քաղաքացին ճիշտ է շատ վատ արտասանությամբ, բայց լրիվ ուրիշ խնդրեմ է բարձրացնում։ Խնդրեմը հետեւյալն է, ամեն անգամ որ երկրորդ գիծ կանգնում է, որ ապրանքը դատարկ է, դա առաջի գիծ вообще չկա, տեղ որ կանգնում է, պարալիզացնում է ամբողջ փողոցը ու իր վրա ակտ է գրվում։ Ինչը դուր չի գալի հոպարին։ Չէ, բա, երկրորդ գիծ է կա, հասկացա։ Ես չկա, ապրանքներ դատալ։ Այդ ոնց որ մեր գծով չի, բայց
Ավինյանը կանգնած է շատ բար դիլեմայի առաջ։ Մի կողմից քաղաքացուն ուզում է ցույց տա, որ ուզում է լուծել իրանց խնդրումը։ Բայց մյուս կողմից քաղաքացին շատ հորի բան է ուզում է որ օքեյ լինի երկրորդ գիծ կանգնել, բլոկ անել, պարալիզացնել տրաֆիկը, հələ մի հատ էլ կամերան նախ անել, որպեսզի իրան ակտ չգա։ Ինչ է, քիչ խնդրեմ է, էլի ապրանք դատարկելը։ Ասենք 2 րոպե է, վալագանակ։ Սուտ է, երբեք 2 րոպե դա չի տևում այդ դատարկելը։ Հետո եթե նույնիսկ ձեր 2 րոպեն թողնենք, նշանակում է այն մյուս դատարկողների 5, 10, 15, 20 րոպեն եւս պետքա թողնենք։ Հետո հենց դուք հոպար, անունը ոնց էր։ Ձերանուն ինչպես Արմեն։ Հա Արմեն ջան, հետո հենց դուք այդ օրվա երեկոյան կգնաք տուն ու կասեք, «Օրես այս քաղաքում քշել չի լինում, որա սաղ պրոբկա է քաղաք առանց կռայելու, որ պրոբկայի պատճառը դուք եք»։ Այս Ավինյանը մաքսիմալ կուլտուրական ու նախընտրական տոնով այդ ամեն ինչը կբացատրի։ Արմեն ջան, բայց այս ամենածառաբեռնված խաչմերուկներից մեկն է, իրականում այդտեղ երկրորդ գիծ կանգնելը խնդիր է առաջացնում։ Նենց որ հարգարժան քաղաքացի կներեք, բայց չի լինի։ Ավինյան զարնի չտակ։ Բայց Ավինյանը ոնց որ զարնի տալ։ Կարող է ինչ-որ ժամերի մի գուցե կարող է։ Abi չէ 11 ասկես 12 ասենք այդ հալվածը 10-ից 12 չնկարվի ինձ հետո խնդիր չկա այդտեղ։ Դե չէ, էլի 10 անցկես, դա շատ ակտիվ երթևեկության ժամ է։ Մի քիչ ավելի ռացիոնալ կարելի է մի բան առաջարկել, ասեք գիշերվա 12-ից մինչև առավոտվա 7-ը, հա, այդտեղ երկրորդ գիծ հանգիստ կանգնեք, մեքենաներ չկան։ Ավինյան, սա ձեր շանսն է ցույց տալ, որ լուրջ եք տրամադրված խցանումները վերացնելու հարցում։ Արմեն Դյադյայի ոչ մի առաջարկի չհամաձայնվեք։ Փոխարենը իրան առաջարկեք մուլտիվելնեսի մի տարվա բաժանորդագրություն։ Կարա մի հատ խրտվիլակ ավելացնի։ Զեբրան, են գայլը, կամ եթե շատ բանանի, արջը կարելի է տալ։ Բայց Ավինյանի մոտ այդ օրը եղան նաև ավելի բարի հանդիպումներ քաղաքացիների հետ։ Իսկ դու ինչ համերգ ես ունենալու։ Բելա չաո։ Իտալերեն երգը։ Չէ, հա։ Բարերը չի հիշում։ Դու հիշում ես։ Good point։ Բելա չաո։ Այո, հենց տենց է այդ երգը։ Նա բելա չաո։ Արսեն Թորոսյան չէր, իհարկե, բայց չարժի երեխաների կամ հղիների ներկայությամբ երբևէ երգել։ Գնացինք առաջ։ Ինչպես հիշում եք ազգային բարերարը վերջերս ասեց, որ Փաշինյանը կարողանում է ազդել FSB-ի վրա, որպեսզի ինչ-որ թղթեր փոխեն այնտեղ ինադու Կիպրոսահայրի, ոչ իմ սա։ Դատական նիստի ավարտից հետո Կարապետյանը անդրադարձավ նաև անձնագրում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նշում ունենալու մասին շրջանառվող լուրերին, նրան հարցրին, թե այդ նշումը ինչի հետ էր կապված։ Փաշինյանի պատվերով։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող էր այդպիսի պատվեր տալ ռուսական կառույցներին։ Կարապետյանը պատասխանեց. Ինքը նորմալ դեր ունի այնտեղ։ Մի կասկածեք, նորմալ հնարավորություններ ունի այդ կառույցներում, դրանով էլ պայքարեց մեզ։ Հիմա, քանի որ բավական սյուր էր այս պնդումը, լրագրողները որոշեցին պարզել, ինչ ֆակին ազդեցություն ունի Նիկոլը FSB-ի վրա։ Ու դե պարզաբանման մղձավանջը ընկավ ուժեղ Հայաստանի իմպիչմենտի գծով փորձագետի վրա։ Պարոն Կարապետյանը ըստ էության ասում էր, որ իր անձնագրային տվյալներում FSB-ի, այսպես ասած, աշխատավայր լինելու նշումը Փաշինյանի հրահանգով է արվել։ Դուք լուրջ կարծում եք Փաշինյանը այդքան ուժ հզորություն ունի, որ ռուսական FSB-ում ինչ-որ նշում կարողանա փոխել։ Ես մի բան գիտեմ, որ Հայաստանի իշխանության մարմինների ներկայացուցիչները չգիտես ինչի չեն վստահում Հայաստանի իշխանության մարմիններին։ Չէ, պարոն Ղազարյան ջան, սիրելի դեսպան, միստր ընտրությունները այն պետք է impeachment անել, եկեք չխուսափենք հարցից։ Հա, արդյոք դուք լուրջ դեմքով պատրաստ եք ասել, որ Նիկոլը FSB-ի կոմանդիրն է։ Ատվիչայ Ղազարյան։ Բայց իմ հարցը Հիմա ձեր հարցը վերաբերում է այդ անհասկանալի աղբյուրներին, անհասկանալի ֆինանսավորման կայքից տարածված տեղեկությունների վրա, իշխանական ամենաբարձր մակարդակով պրոպագանդայի։ Այո, ենթադրենք շատ էժանագին տուպոյնենք պրոպագանդա է, բայց ձեր ԱԲ-ն ազգային բարերարը չփոթել արհեստական բարականության հետ, ինչը շատ հեշտ կլինի անել, որովհետև նա
հաստատել է այդ պրոպագանդան, ասել է, որ նա Նիկոլը ունի ազդեցություն FSB-ի վրա։ Դրա տակից դուրս եկեք։ Դե թող մարդը պատասխանի։ Թողնում եմ պատասխանի։ Ավելի շատ թող։ Ավելի շատ եմ թողնում։ Ինքը հայտարարել է, թե Բայց ինքը կնեք լուրջ է ասել Փաշինյանի հրահանգով է այդ տվյալը մցվել FSB-ի։ Դե եթե ասել է նշանակում է մի բան գիտի դրա համար ասել։ В общем, վերջ փաստացի Նիկոլը FSB-ին ասողն է, ինչը պնդեց ազգային բարերարը եւ չհերքեց Ղազարյանը։ Ինչը նշանակում է, որ Խզմալյանը էլի ճիշտ էր, որտեղ նա ասում էր, որ Նիկոլը Ռուսաստանի մարդն է։ Բայց այտենց է ստացվում է, որ FSB-ն Նիկոլի պրոյեկտն է։ Արախիա, այսքան խառը ամեն ինչ։ Բայց այս լրագրողը ջոգել է, որ կոնկրետ կոմֆորտ զոնայից հանել է Էդգար Ղազարյանին ու դախած այդ հարցը առաջ է տանում։ Ու ջոգում է, որ Ղազարյանն այդքան դուր չի գալիս այդ բլթոցը, բայց դախած տիպում է, որ պաշտպանի։ Այսինքն Ռուսաստանը փորձել է վնասել պարոն Կարապետյանին, ճիշտ եմ հասկանում ձեր խոսքից, ձեր ակնարկը։ Չէ, ես պարոն Կարապետյանը այդ մասին ասել է, թե որտեղից կարա Նիկոլ Փաշինյանը նման տեղեկությունների ազդեցություն փորձի։ Չէ, ես ուզում եմ հասկանալ Փաշինյանը ձեռքը ոնց կարող էր հասնել FSB, պարոն Ղազարյան։ Դե չգիտեմ, կարող է կա այդպես մի հնարավորություն։ Լավ, всё, հասկացանք։ Անցնենք առաջ։ Թեման փոխեք, քանի ազգի աչքերից արյուն չի կաթացել։ Այսինքն Ռուսաստանը Փաշինյանի հետ ունակ է գործել ընդդեմ Սամվել Կարապետյանի։ Ռոբերտ, հոգիս, Հայաստանում ֆիզիկական ու հոգեբանական կտտանքները արգելված են։ Եկեք ծրվենք ինչ-որ մի հատ գիտական ինչ-որ թեմայով, անգլերեն սովորենք։ Սովորենք։ Մեն տղամարդ, միայն աղ կանգնած եմ մեն տղամարդ, մեն տղամարդիկ, Բաքում հավաքված են շատ մեն տղամարդիկ։ Իսկ թե ինչ է լինում, երբ Բաքում հավաքվում են մեն տղամարդիկ, վերջերս իմացանք Վաղարշյանի դեպքերից։ Իսկ կին ո՞նց անգլերեն։ Խոստովանեն արեք, քեզ ուղակի դզել այս երգը։ Okay, դզել այդ ես երգ, լրիվ եվրատեսիլացու երգը, համեք լսում եք ձեր սաղ նախորդ ուղարկածներից լավն է։ Կին ո՞նց անգլեն, կին կամ կանայք։ Woman king, մեզ հյուր է եկել մի woman king, women կանայք, աշխատում են խելացի women կանայք։ Children, ջրժեր, Բաքում խաղում են children, ջրժեր։ Մնացեք մեզ հետ, մնացեք Arm Comedy-ում բաժանով։ Մեր արևային գործընկեր Solar Holding-ը ուզում է, որ ձեր մոտ ամեն ինչ լավ լինի, դե բայց դուք էլ պետք է ուզենաք, էլի։ Այն հզոր կարիքները բավարարող 10 կիլովատանոց կայանը, որ դնեք, կտեսնեք ոնց է լուսավորվում ձեր տունն ու հոգին։ Հա, կուզենաք իմանալ ինչ արժի այդ կայանը, ասեմ, սկսած 1,890,000 դրամից դնում եք ու արևը սկսում է ձեր վրա աշխատել հավիտյանս հավիտենից։ Շնորհավոր, նորամուտ։ Մերսի, համեցի։ Սովեն բլենդեր դեռ չես առել։ Չէ, բլենդեր հենց այդ մի բանը չունեինք։ Մերսի։ Շատ հավանեցի։ Մերսի։ Ճաշակովա։ Մերսի։ Կներես, էգան, կոմունալները։ Վայ կորա 15,000 լույսը, գազը 57,000։ Կներես։ Թխի դոգա, ինձ էլ հեսնոր մեյել եկա, որ 57,000 կուտակել եմ։ Այսինքն, չգիտեիր, հեցը ամեն ամիս հաշվից պարտաճանաչ նստացնում է։ հələ անկեղծ ասա, այդ պաշտոն է ստացել ու քեզ լավ են նայում։ Բա ինձ սազեց։ Solar Holding-ից արևային պանելներ եմ առել, տեղադրել եմ ու հիմա մայր բնությունը աշխատում է իմ համար։ Այդ մայր բնության համար է կտաս։ Իհարկե, ուղղակի իմ մոտ ինքը Solar Holding անունով է գրանցած։ Այսքան է այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք, օրվա վիդեո բոցը։
Էս 1 Էս 2 եւ եւս 30 հատ Լսի, ինձ թվում է մարդկանց պետք է աստիճանաբար պատրաստել են մտքին, որ մենք շոտակի այս տարի 3 տարի անց օգոստոսին գնալու ենք արձակուրդի։ Ասեցիր, բայց մի քիչ ոնց որ չենք գնալու։ Թե գնալու ենք։ Դες կողմը 4 շաբաթ չէ, բայց սկսկի 3 Հա, մենք ենք մարդ, էլի։ Արի սկսենք պատրաստել մարդկանց մտքին, որ մենք էլ ենք մարդ։ Okay, մաքսիմալ կարոտը առեք եւ գրեք ինչ որ գիրք գրեք Միացեք Arm Comedy Patreon-ին եւ այսուհետ ածխաջրերը ոչ թե ձեզ կչաղացնեն, այլ հակառակը լավ կնիհարացնեն։